Լրատվամիջոցը խնդրեմ։ Պարոն Պասիկյան, ես կցանկանայի վերջերս վարչապետը Սյունիքում կարծեմ հայտարարեց, որ զենքերը ցուցադրվելու են, մեր վերջին տարիներին ձեռք բերված զենքերը կա, որոշակի ժամկետներ այդ ցուցադրման երբ է նախատեսվում։ Եթե ասել է, ուրեմն ցուցադրվելու են։ Պաշտոնական հայտարարություն եւ տեղեկատվություն դրա մասին կտրվի։ Խոսքը վերաբերում է հաշվետվությանը մեր հասարակությանը։ Թե 2022 թվականից հետո ինչ միջոցներ են ձեռք բերվել։ 2021 թվականից ի վեր Ադրբեջանը ասում է, որ Արցախը եղել է Ադրբեջանի տարածք, երբևէ Հայաստանին չի պատկանել, այսինքն դուք օկուպանտ եք եղել այդ տարածքում։ Ես ձեր հարցը չեմ պատասխանում։ Պարոն նախարար, 2021-ից ի վեր Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքներում դիրք է կառուցել է։ Ոչ, չի կառուցել։ Այսինքն Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոչ մի դիրք չկա։ Ոչ, հերքում եմ, եւս մի անգամ հերքում եմ։ Այսինքն այն տարածքները, որ Ադրբեջանը օկուպացրել է։ Ես այլ բան չեմ ասում։ Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցվել։ 21-ից ի վեր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ։ Իր երկրի տարածքում Ադրբեջանը չեմ ասում, առհասարակ։ իր տարածքում կառուցել է։ Չէ, մեր տարածքը, որ օկուպացրել է 21-ից հետո, որևէ հատվածում ինժեներական աշխատանք արել է Ադրբեջանը։ Ոչ, խոսքը դրա մասին չի։ Ես այդ եմ Խոսքը դրա մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ ձեր նշած անձնավորությունը Ես մասին չեմ հարցնում, ես պնդել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք է կառուցվել։ Ուրիշ բան եմ ես հարցնում, ասում եմ առհասարակ, դուք հերքում եք։ Պարոն նախարար, նույնիսկ պարոն Թորոսյանի հրապարակած այդ քարտեզում խորհրդային թվականների էլի ստուգումները ցույց են տալիս, որ այդ ադրբեջանական դիրքի մի մասը Հայաստանի Հանրապետության տարածքում է։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Ես իդեպ ցավում եմ, որ ֆակտորը զբաղվում են նմանատիպ մանիպուլյացիայով։ Ֆակտորը փաստերի ստուգում է արել Ծրագրային ապահովման միջոցով։ Ես եւ ներողություն, մենք այդ պարոն Թորոսյանի հրապարակած խորհրդային տարիների քարտեզը եւ պլանետը համեմատել ենք իրար հետ եւ բայց դրա կապակցումը սխալ է կարել, ինչ կապ ունի իրականության հետ, հարգելիս։ Կապակցումը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը եւս մի անգամ հայտարարում է նման տեղեկատվությունը իրականության չի։ Իսկ մյուս օկուպացված հատվածները, պարոն Պապիկյան, այլ հատվածներ եւս օկուպացրել է Ադրբեջանը։ Ուսակցությունների մաս կազմող լրագրողներին կամ քաղաքական դիրքորոշումների։ Պարոն Պապիկյան, իսկ մյուս հատվածներում, ուրիշ հատվածներում եւս տարածքներ Ուրիշ հարց։ Պարոն Պապիկյան, երեք կառավարության դիմաց ծնողները բողոքի ակցիային իրականացնում, նրանք պահանջում են, որ նույն տարեթվում ծնված երեխաները, ովքեր սովորել են նույն դասարանում, ծառային համապատասխանաբար 1.5 տարի ժամկետով նման քննարկումներ պատրաստում եք իրականացնել։ Ոչ, նման քննարկումներ չենք պատրաստում, որովհետև Պաշտպանության նախարարությունը օրենքը ընդունելիս հանդես է եկել համապատասխան պարզաբանումներով, ասելով, որ դրա տակ կան հաշվարկներ։ Այսինքն դա միայն բարի ցանկություններով չի։ Ես կուզեմ, որ բոլորը կարողանան ավելի շուտ վերադառնան իրենց տուն, շատ արձակուրդ գնան, բայց մեր երկրի անվտանգությունը դա թույլ չի տալիս։ Պարոն նախարար, Հայաստանի օկուպացված մյուս տարածքներում տեղեկություններ կան, որ Սյունիքի, Տավուշի դիրքերում դրոշը Հայաստանի Հանրապետության դրոշը հեռացվել է։ Ունեք նման տեղեկություններ։ Ով է դա ցես տասի։ Գրել են Որ դրոշն է հեռացվել։ Հայաստանի Հանրապետության դրոշ։ Որտեղ է դրոշ եղել, որտեղ պիտի պարտադիր դրոշը։ Դիրքերում եղել են դրոշ, ասում են, որ Հայաստանի տարածքում դիրքերում չկա, բայց դիմացի Հարգելիներս, ես խնդրում եմ անհեթեթ մանիպուլյացիաներին տուրք մի տվեք։ Ուղղակի հորդորում եմ, որովհետև սա զգայուն թեմա է սահմանը, մեր հասարակությունը ձեզ լուրջ է վերաբերում, ու ձեր ցանկացած գրածին լուրջ է անցալում ձեր ցանկացած գրածը։ Մի արեք այնպես, որ մարդիկ հանիրավի անհանգստանան։ Չկա որևէ անհանգստության առիթ։ Միանշանակ չի եղել։ Հայաստանի Հանրապետության տարածում եք, ասում են դա էլ է։ Ես շնորհակալ եմ։ սոցիալական բնույթի հարց ունեմ զինծառայողների հետ կապված։ Հրապարակում եմ այնպիսի տեսանյութեր, որոնք ստուգված են համապատասխան։ Ոչ։ Պարոն նախարար, 90-ականների զարգացումների արդյոք նկարան ստանան, թե չէ ինչ ունեք իրենց արծիվ։ Այժմ ես գիտեմ 90-ականների արխիվը, բայց Հայաստանի Հանրապետության նախկին սպաներ,
Ծառայության բերումով առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամներ, զոհված զինծառայողների ծնողներ, ովքեր հաշվառված են, խոսքը վերաբերում է մինչ օրս հաշվառվածներին եւ մինչեւ 2019 թվականը հաշվառված զինվորականներին։ Առաջիկայում կառավարությունը կունենա համապատասխան որոշում, որով մի քանի տարվա ընթացքում ամբողջությամբ մարելու ենք 2000-ականների բոլոր պարտքերը։ Շնորհակալ։ Yes.